Հալեպում Սիրիայի կառավարական ուժերի եւ քրդական կազմավորումների միջև բախումների պատճառով առնվազն 12 մարդ է զոհվել։ Տասնյակ հազարավոր մարդիկ հեռացել են քրդական թաղամասերից, որոնք Սիրիայի բանակն ավելի վաղ հայտարարել էր ռազմական գոտի։ Կառավարական ուժերը հրետակոծել են քրդական թաղամասերը, հայտարարելով, որ գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան զինված կազմավորումների հարձակումների։ Սիրիայի դեմոկրատական ուժեր քրդական խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ կառավարական ուժերը փորձում են բռնի տեղահանել բնակիչներին։ Հալեպում լուրերի թղթակից Զարմիկ Պողիկյանի փոխանցմամբ գիշերային բախումների ընթացքում հրանոթային արկեր են ընկել նաև հայաբնակ թաղամասերում։ Գրանցվել են նյութական վնասներ։ Հայերի շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան։ 2025 թվականի մարտին Սիրիայի դեմոկրատական ուժերը, որը վերահսկում է Սիրիայի հյուսիսարևելյան հատվածների մեծ մասը եւ ունի տասնյակ հազարավոր զինյալներ, համաձայնություն էր ստորագրել կառավարության հետ իր բոլոր ռազմական եւ քաղաքացիական կառույցները պետական համակարգում ինտեգրելու շուրջ։ Սակայն մինչ օրս պայմանավորվածությունների իրականացման հարցում առաջընթաց չկա։ Իրանում արդեն մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներն ընդլայնվել են աշխարհագրորեն, ավելացել է նաև մասնակիցների թիվը։ Ցույցերն ընդգրկել են ավելի քան 280 քաղաք, այդ թվում մայրաքաղաք Թեհրանը եւ մյուս խոշոր քաղաքները։ Ի նշան բողոքի ցուցարարները որոշ քաղաքներում հրկիզել են գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի եւ Միացյալ Նահանգների կողմից սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի պատկերներով պաստառները։ Հաղորդվում է ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվածների եւ վիրավորների մասին։ Ըստ իրանական լրատվամիջոցների ցուցարարների մի մասը զինված է մարտական եւ որսորդական զենքերով։ Նրանք կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ։ Իր հերթին Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն Իրանում անցկացվող ցույցերի վերաբերյալ եւ Միացյալ Նահանգներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու համար։ Գերատեսչությունը նշել է, որ կառավարությունը ջանք չի խնայում օրենքի շրջանակում ժողովրդի օրինական պահանջները բավարարելու համար։ Ըստ Իրանի ԱԳՆ-ի տնտեսական դժվարությունների զգալի մասը Վաշինգտոնի հակաիրանական պատժամիջոցների միջոցով սանձազերծված տնտեսական եւ ֆինանսական պատերազմի հետևանքներ են։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ում Վենեսուելայի մշտական ներկայացուցիչ Սամուել Մոնկադայի հետ եւ պատրաստակամություն հայտնել նպաստելու Վենեսուելայում ազգային ներառական երկխոսությանը։ Գուտերեշը վերահաստատել է, որ ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել իրավիճակի քաղաքական հանգուցալուծման հարցում։ Միևնույն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մեծ յոթնյակի երկրների արտգործնախարարների հետ քննարկել է Վենեսուելայում ստեղծված իրադրությունը։ Կողմերը քննարկել են Կարիբյան ավազանում Միացյալ Նահանգների կողմից թմրանյութերի դեմ պայքարի գործողություն նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը եւ Վենեսուելայում իշխանության պատշաճ եւ խելամիտ փոխանցումն ապահովելու անհրաժեշտությունը։ Հունվարի 3-ին ԱՄՆ-ն հատուկ գործողություններ իրականացրել եւ Վենեսուելայի նախագահին ու նրա կնոջը տեղափոխել Միացյալ Նահանգներ։ Նրանք մեղադրվում են թմրահաբեկչության, ԱՄՆ կոկաինի մատակարարման եւ զենքի հետ կապված գործարքների համար։ Նյու Յորքի դաշնային դատարանում Նիկոլաս Մադուրոն եւ նրա կինը հերքել են առաջադրված մեղադրանքները։ Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 17-ին։ Ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու շուրջ բանակցությունները շարունակվում են։ Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի պատվիրակությունները Փարիզում հերթական խորհրդակցություններն են անցկացրել, երրորդը վերջին 2 օրվա ընթացքում։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հանդիպել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի խորհրդական ուփեսա Ջարեդ Քուշների հետ։ Քննարկվել են պատերազմի ավարտին ուղղված հիմնական քայլերը։ Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ եվրոպական երկրների ղեկավարների շփումների հնարավոր ձևաչափերին։ Իր հերթին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան գործընկերների հետ բանակցությունները հասել են նոր մակարդակի։ Նա նաև նշել է, որ նոր հանդիպում է ցանկանում Դոնալդ Թրամփի հետ, ինչպես նաև կոչ է արել, որ Վաշինգտոնը մեծացնի ճնշումը Մոսկվայի նկատմամբ։ Միևնույն ժամանակ, ըստ ամերիկացի սենատոր Լինդսի Գրեհեմի, նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել հակառուսական նոր պատժամիջոցների նախագծին, որի նպատակն է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Թրամփի հետ հանդիպումից հետո Գրեհեմը հայտարարել է, որ Սենատը կարող է օրինագծի շուրջ քվեարկություն անցկացնել արդեն հաջորդ շաբաթ։ Սենատորներն արդեն մի քանի ամիս է աշխատում են Սպիտակ տան հետ օրինագծի վերջնական տարբերակը համաձայնեցնելու շուրջ։ Փաստաթղթով նախատեսվում է երկրորդային պատժամիջոցներ սահմանել ռուսական նավթ եւ գազ գնող երկրների, այդ թվում Չինաստանի եւ Հնդկաստանի նկատմամբ։ Նպատակն է Ռուսաստանին զրկել պատերազմը շարունակելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներից։ Նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագրով Միացյալ Նահանգները դուրս կգա 66 միջազգային կազմակերպությունից, որոնց գործունեությունը կապված է այդ թվում կլիմայի փոփոխության, խաղաղության, ժողովրդավարության եւ գենդերային հավասարության հետ։ Այդ կազմակերպություններից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են։ Նախագահական հրամանագրում Թրամփը նշել է, որ այդ կազմակերպությունները, կոնվենցիաները եւ պայմանագրերը հակասում են Միացյալ Նահանգների շահերին։ ԱՄՆ-ն կդադարեցնի մասնակցությունը եւ այլևս չի ֆինանսավորի նշված կազմակերպությունները։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։